Հայաստանը ծորենի սերմնաբուծության ոլորտում հեղափոխական քայլեր է իրականացնում։ Կառավարության նպատակն է մինչև 2014-ը արտադրության ծավալները հասցնել շուրջ 350,000 տոննայի։ Այդպիսով բարձրացնելով ոչ միայն հանրապետության ծորենի ինքնաբավության մակարդակը, այլև սերմերի որակն ընդհանրապես։ Կառավարության վերջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքին, ասաց, որ պետությունն աննախադեպ մեծ գումարներ է հատկացնում այս ծրագրին եւ որ այս տարի եւս Ռուսաստանից ներմուծելու ենք բարձրորակ էլիտար սերմնացում։ Մեր թիրախային ցուցանիշն է հասնել տարեկան մինչև 27-30,000 տոննա սերմի արտադրության, էլիտար առաջին վերարտադրության, եւ դրա համար պետությունը աննախադեպ մեծ ծավալների գումարներ է հատկացնում։ Ծորենի սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացման այս ծրագիրն իր բնույթով սոցիալական է, քանի որ ներկրված սերմացուն մարզպետարանների միջոցով հասնում է գյուղացիական տնտեսությունների, որոնք ըստ կնքված պայմանագրի 1:2-ի հարաբերությամբ պետությանն են վերադարձնելու արդեն իրենց բերքից։ Արդեն իսկ ֆերմերների հետ քննարկվում են հետ վերադարձի հնարավորությունները։ Այս տարվա համար նախատեսվում է, որ փոքր գյուղացիական տնտեսությունները սերմացուն կստանան անվճար։ Ըստ մեր պայմանավորվածության 80 դրամ 1 կիլոգրամի համար եւ հարաբերակցությունը կլինի նույնը, ինչը որ մենք արել էինք անցյալ տարի, ձեռք բերելով $1, բայց տրամադրելով մեր գյուղացիներին էապես ավելի էժան գներով, մենք սուբսիդավորում էինք ըստ էության ոլորտը, բայց դա նպատակային սուբսիդավորում էր, որ ակնհայտորեն բերելու էր արտադրողականության աճի։ Այս պարագայում էլ մոտավորապես մեզ վերադարձնելու են 160 դրամ։ Անցնող շաբաթ գործադրի կողմից հավանության արժանացավ բռնադատվածների մասին Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։ Եթե այն ընդունի նաև ազգային ժողովը, ապա դա կնշանակի, որ բռնադատվածների ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրվող վարկերի տոկոսադրույքները եւս կմարի պետությունը։ Խոսքը բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրվող երկարաժամկետ վարկերի մասին է, որոնք տրվում էին դեռևս 2000 թվականից։ Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին եւ այդ օժանդակությունը մենք տեսնում ենք նրանում, որ այդ վարկերը նրանց համար լինեն անտոկոս եւ պետությունը շուկայական տոկոս ամբողջությամբ պատրաստ է հատուցել։ Այլևս իրողություն են կենսաթոշակային ֆոնդերը, եւ սա կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի անցնելու առաջին կատարված քայլն է։ Դրանք հենց այն ֆոնդերն են, որոնց միջոցով կառավարվելու են մեր բոլորիս կենսաթոշակային կամավոր կամ պարտադիր կൂട്ടակային գումարները։ Կառավարությունը սահմանել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնաբաժնի սկզբնական անվանական արժեքը 1000 դրամ։ Այնինչ արտոնություններ նշանակում միայն խոշոր բիզնեսի համար, հիմա կտարածվի նաև փոքրերի վրա, խոսքը նոր սարքավորումներ ներմուծող ընկերություններին է վերաբերում։ Կառավարությունն այս դեպքում ավելացած արժեքի հարկի գանձման հետաձգմամբ նպատակ ունի խրախուսել ժամանակակից սարքավորումների ներմուծումը Հայաստան։ Գործադրի մեկ որոշման արդյունքում ներկրում եւ արտահանում հատուկ ռեժիմից կօգտվեն ավելի շատ թվով ձեռներեցներ, անգամ փոքր ձեռնարկատերեր, նրանք ովքեր հանդես կգան ներդրումային թեկուզ եւ փոքր ծրագրերով։ Հիշեցնենք, որ անցած 2 տարիների ընթացքում կառավարությունը հետաձգում էր միայն 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացած արժեքի հարկի վճարման ժամկետները, այսինքն դրանից բնականաբար օգտվում էին առավել խոշոր տնտեսվարողները։ Կառավարության որոշումներից մեկով նախատեսվում է մեր երկրում ներդնել էներգետիկ փորձաքննության ինստիտուտ, մյուսով կբացառվի փոքր հեկերի կառուցումը Սևանի ավազանում, այսինքն Սևան թափվող գետերի վրա։ Արդյունքում կբարելավի լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը եւ նոր խթան կստանա ձկնաշխարհի վերականգնումը։ Կառավարությունում էին լույսի ուսանողները, նրանք այստեղ են եկել Հայաստանում իրենց մեկամսյա աշխատանքի արդյունքները վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացնելու համար։ Վարչապետը կարևորում է լույսի աշխատանքը քաջալերում աշխարհի ամենահեղինակավոր բուհերում սովորող հայաստանցի երիտասարդների աշխատանքը հայրենիքում։ Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է ինչ իրողություն է լույսի գաղափարը, որը խրախուսվեց ու գործի դրվեց պետության առաջին դեմքերի մակարդակով։ Աշխարհի լավագույն 25 համալսարանները ընդունված հայորդիների ֆինանսական հենարանը հենց այս հիմնադրամն է։ 2 տարի առաջ, երբ նոր էր ձևավորվում լույսը ու նրա մասնավոր ներդրումներով հավաքագրված բյուջեն, քիչ չէին մտավախությունները, թե գործը գլուխ չի գալու։ Այս տարի արդեն լույսն իր ուսանողների 3-րդ սերնդին է Քեմբրիջ, Հարվարդ, ընդհանուր առմամբ աշխարհի ամենահեղինակավոր 25 բուհեր ճանապարհում։ Առաջի փուլը ընդունվեցին 44 ուսանողներ, երկրորդ փուլին 97 ուսանողներ, այս տարի 143։ Ու շատ արագ թիվը
մեծանում է եւ նախատեսնում ենք, որ ամեն տարի երևի կրկնակի ավելանան։ Լույսն արդեն նաև շրջանավարտներ ունի, շուրջ 10 ուսանող ավարտել է գիտելիքների հավաքագրման գործընթացը Հնչեղ անունով բուհերում, մեծ մասը հայրենիք է վերադարձել։ Լույսի շնորհիվ այսօր արդեն իրենց աշխատանքային կենսագրությունը հայրենիքում են կառուցում նաև սփյուռքահայ երիտասարդներ։ Մոտավորապես 10 հոգի են եւ իրենցից 8-ը Հայաստանում են արդեն։ Եվ հետաքրքիր է, որ 8-ից 4-ը ոչ հայաստանցի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Լույսի ծրագրով ուսանողները մի քանի շաբաթով հաստատվում են տարբեր մարզերում, ծանոթանում իրենց համայնքների խնդիրներին ու պոտենցիալին, փորձում գտնել գյուղերի կամ քաղաքների զարգացման ու կյանքի բարելավման ուղիները։ Իրենց գործնական աշխատանքի արդյունքները երիտասարդներն այնուհետ ներկայացնում են տեղական համայնքների ղեկավարներին։ Եվս մեկ հանդիպում երիտասարդական մեկ այլ թիմի հետ 21-ից 30 տարեկան սփյուռքահայ 24 երիտասարդ 10 երկրից Հայաստանում է առաջնորդ դառնալու գաղտնիքներին ծանոթանալու, առաջնորդության վերաբերյալ հայրենի հողում տեղեկություններ քաղելու համար։ Եվ ահա երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի հանդիպումը գործող առաջնորդներից Տիգրան Սարգսյանի հետ է։ Սփյուռքից հայրենիք ժամանած երիտասարդներին ողջունելուց հետո վարչապետն առաջարկում է անցնել անկեղծ ու անմիջական հարց ու պատասխանին։ Հայրենիք սփյուռք կապեր, մշակութային, սպորտային ու կրթական համագործակցություն տարբեր երկրների հետ հանուն հայ երիտասարդի հայկական ինքնության պահպանության։ Այսպիսին է հարցերի բովանդակությունը եւ կամ ինչու Հայաստանն ըստ արժանվույն չի գովազդվում զբոսաշրջիկներին գրավելու համար, ինչպիսին է երկրի տնտեսական երիտասարդական կրթական քաղաքականությունը, ինչ ծրագրեր կան հայաստանաբնակ երիտասարդների հայրենասիրական ոգին բարձրացնելու համար, իրենց հող ու ջրին կապելու նպատակով։ Սփյուռքահայ երիտասարդներն իսկապես անտարբեր չեն հայրենիքի նկատմամբ։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որ երիտասարդներն են բոլոր պետությունների ավագան, Հայաստանի կողմից ինչ ծրագրեր են կազմակերպվում, որ երիտասարդներին Հայաստան բերել։ Նկատի չունեմ այդ օրը, որտեղ այդ տունը սահմանափակվում է մինչև 20-22 տարեկան։ Տիգրան Սարգսյանը նշում է, որ Հայաստանում սպասում են վերադարձողներին, կառավարությունը մշակել եւ հավանության է արժանացրել հայրենադարձության մասին օրենքի նախագիծը։ Այդ օրենքի նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները ունենան հնարավորություն արագ տեմպերով ադապտացվեն Հայաստանի Հանրապետության պայմաններին։ Սկսված լեզվի իմացությունից, որ ամենակարևոր խնդիրն է, ավարտված կենցաղային խնդիրներով, քաղաքացիության ստացման խնդիրով, բնակարանային խնդիրների լուծումներով, պետական մարմինների հետ աշխատանքը ինչպեսին պետք է լինի, կրթական ծրագրերի նրանց մասնակցությունը ինչպեսին պետք է լինի։ Եվ աշխատանքային շաբաթը վարչապետն ամփոփում է մարզային հերթական այցելությամբ, այս անգամ Տիգրան Սարգսյանը Արարատի մարզում էր։ Մասիսի Ակվատեխ ավտոմատիկա ձկնարդյունաբերական ընկերությունում վարչապետի այցերն առհասարակ հաճախ են, հատկապես ձկնարդյունաբերական ընկերություններ, որովհետև ի սկզբանե այս կառավարությունը նպատակ էր դրել ձկնամթերքի արտահանման նոր շուկաներ ստեղծել։ Միաժամանակ սահմանափակել ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը ձկնարդյունաբերողների համար։ Եվ ահա նոր ճանապարհները ընկերություններին արդյունաբերական նոր լիցք են հաղորդել։ Հայաստան են բերվել ձուկ աճեցնելու ամենաժամանակակից եղանակներ։ Ձկնաբույծներն էլ կարծես թե հաշտվել են ջրաչափերի հետ։ Նորագույն տեխնոլոգիաներով 6 պլաստիկ ջրավազան յուրաքանչյուրը 7 միլիոն տոննա ձուկ արտադրելու հնարավորությամբ։ Նոր տեխնոլոգիաներով աշխատող այս ընկերությունը այս տարվա համար արդեն կնքել է արտահանման շուրջ 700 միլիոն դրամի պայմանագիր։ Իսկ ահա 7000 բնակչությամբ այն թափ գյուղում, ուր 2 հանրակրթական միջնակարգ դպրոց կամ մինչ օրս մանկապարտեզ չի եղել։ 925 երեխա ունեցող համայնքը նոր գծում է մանկապարտեզի հիմքերը։ Կառավարության ղեկավարին է ներկայացվում 140 տեղանոց մանկապարտեզի հատակագիծը, որը լինելու է երկհարկանի 2 մասնաշենքով։ Մանկապարտեզի նախահաշվային արժեքը կազմում է 315 միլիոն դրամ։ Վարչապետը շինարարական եռուզեռ է խոստանում։ Արարատի մարզայցելության ընթացքում շուրջ 100 մասիսցի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանից կուսակցության անդամատոմս է ստանում։